Հանրային ռադիոն բացի փետրվարի 13-ից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է ռադիոյի համաշխարհային օր, իր առանձին օրն էլ ունի սեպտեմբերին, բայց այս տարին հանրային ռադիոյի համար առանձնահատուկ է 100-ամյա իր ձայնային, այսպես ասենք, մատնահետքը թողած ու թողնող կառույցում հերթական միջոցառմանն է ընդգծվում ռադիոյի և երաժշտության փոխադարձ կապը։ Հայաստանի հանրային ռադիոյի լեգենդար Կարմիր ստուդիայում ռադիոյի 4 նվագախմբերից մեկն է Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը։ Music of Armenia հասարակական կազմակերպության նախաձեռնած միջոցառումը միայն երաժշտությամբ չէ, որ համեմված է։ Պանելային քննարկումների ընթացքում քննարկվում են ռադիոյի և երաժշտության փոխադարձ կապն ու ազդեցությունը։ Երաժշտական երեկոն միավորել էր ռադիոյի հարուստ անցյալն ու ներկան, ազգային նվագարանների կենդանի կատարումները ստեղծել էին ջերմ մթնոլորտ։ Այս միջոցառումը հերթական առիթն էր ընդգծելու, որ ռադիոն ոչ միայն տեղեկատվական, այլև մշակութային և կրթական հարթակ է, որտեղ լսարանը կարող է վայելել հայկական երաժշտության կենդանի ու բացառիկ հնչյունները, դա նաև որպես դասախոսություն ընկալելով։ Հոբելյանական տարվա շրջանակում Հայաստանի հանրային ռադիոյի եթերում առանձնակի տեղ է զբաղեցնում երաժշտական ժառանգության ներկայացումը։ Տասնամյակների ընթացքում ստեղծված հարուստ արխիվը ակադեմիական, ժողովրդական և հեղինակային երաժշտության նմուշներով այսօր նոր շունչ է ստանում։ Ռադիոն ոչ միայն պահպանում է այդ ժառանգությունը, այլև ստեղծում է հարթակներ, որտեղ այն ներկայացվում է կենդանի հնչողությամբ, յուրօրինակ մի ձևաչափով, որով գործնականում էապես տարբերվում է այլ ռադիոկայաններից։ Քննարկման ժամանակ նկատում է հանրային ռադիոյի երաժշտական եռանկյունի հաղորդաշարի հեղինակ և վարող, կոմպոզիտոր Վահան Արծրունին։ Հանրային ռադիոն հնարավորություն է տալիս ունկնդրին ընդլայնելու երաժշտական պատկերացումների շրջանակը։ Եթերում ներկայացվում են համաշխարհային երաժշտական միտումները, սկսած ակադեմիական ավանգարդից մինչև էլեկտրոնային երաժշտության նոր ուղղություններ։ Շատ դեպքերում մեկ տեղից նման բազմազան բովանդակություն ստանալու համար անհրաժեշտ է երկար ու նպատակային որոնել։ Այդ մեկ տեղը հանրային ռադիոն է, որը դա մատուցում է լայն լսարանին իր կրթական և մշակութային առաքելության շրջանակում։ Կարող ես նախընտրել կամ չնախընտրել որևէ երաժշտական տեսակ, սա քո իրավունքն է, բայց նաև քո պարտավորությունն է ծանոթ լինելու այդ երևույթներին, այսինքն դու պետք է իմանաս երևույթը, որպեսզի հիմնավորված հրաժարվես կամ ընդունես կամ չընդունես, այո, սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև այս կետում մշակութային գործառույթները հատվում են կրթական գործառույթների հետ, իսկ հանրային ռադիոն տարբերվում է մեր եթերում հենց այդ առավելությամբ, այսինքն նաև կրթական բաղադրիչ կա այս ամենի մեջ։ Ռադիոն և երաժշտությունն անբաժան դաշնակիցներ են, որոնք հնարավոր են դարձնում մարդկային զգացմունքների ու պատկերների լիարժեք ընկալումը։ Միտքը հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանինն է։ Ռադիոն տեսապատկեր չունի և հենց այդ պատճառով հզոր է, տալիս է հնարավորություն, որ ինքդ ստեղծես պատկերներ։ Ամերիկացի գյուտարարի միտքը հիշեց Արմեն Քոլոյանը։ Երաժշտությունը իմ համոզմամբ դա ամենամիստիկ, ամենամոգական, ամենաանբացատրելի արվեստն է բոլոր արվեստներից, որովհետև օրինակ կարելի է խոսքերով նկարագրել երաժշտությունը, կարելի է, բայց շատ դժվար կստացվի, իսկ երաժշտությամբ կարելի է պատմել ամեն ինչի մասին, սիրո, ողբերգության, կորստի, զայրույթի, ուրախության, ամեն ինչ դու կարող ես պատմել երաժշտությամբ։ Դու չես հասկանում ինչու, բայց դու հասկանում ես, որ սա տխուր երաժշտություն է, սա ուրախ երաժշտություն է։ Նրբերանգներն է փոխանցում, թախից, օրինակ, չգիտեմ, աշնանային տխուր, բայց միաժամանակ գեղեցիկ այգի, ենթադրենք։ Երաժշտությունը այդ միստիկ արվեստն է, որը քեզ տալիս է հնարավորություն ամեն ինչ պատկերացնել բոլոր մարդկային էմոցիաները, որոնք մարդու հոգին կարող է գեներացնել։
25 տարվա աշխատանքային փորձ ունեցող հաղորդավար Լուսինե Մուրադյանն, ով հանրային ռադիոյում վարում է նաև երաժշտական հաղորդում, եթերում առաջնայինը համարում է որակը։ Հանրային ռադիոյի դռները բաց են միայն որակյալ երաժշտության և բովանդակության համար։ Անդրադառնալով նոր սերնդի երաժիշտներին, Լուսինեն խոսում է ոգևորությամբ։ Երիտասարդները զարմացնում են ոչ միայն իրենց ստեղծագործություններով, այլև մտածողությամբ ու խոսքի կառուցմամբ։ Հիացնում են պարզապես երիտասարդ երաժիշտները ոչ միայն երգերով, ոչ միայն իրենց ստեղծագործություններով, այլև իրենց մտածողությամբ, իրենց խոսքով, խոսքի կառուցմամբ։ Այս սերունդը զարմացնում է, ապշեցնում է ու չի վախենում ստեղծագործելուց։ Ռադիո երաժշտություն կապի մասին խոսելով ռադիոյի երաժշտախմբի թառահար կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն ընդգծում է գրեթե անբաժան երևույթներ են։ Սա երաժշտության սփռման ամենապիտանի գործիքներից է։ Թվային տարատեսակ հարթակների, վիրտուալ միջավայրի զարգացման և արհեստական բանականությամբ ձևավորվող նոր իրականությունների պայմաններում կենդանի արվեստի պահանջը միայն աճելու է, ընդ որում հենց ռադիոյի փոխանցմամբ։ Ընդհանուր աշխարհում այսպես տարածված է AI, ռիլեր եւ այլն ամեն ինչի մեջ տեսնում եմ, որ մոտ ապագայում երաժշտությունը կենդանի երաժշտության արժեքը եւ արժեվորումը ավելի է մեծանալու, քանի որ մարդիկ այս ամեն ինչ դատարկությունների մեջ այսպես կենդանի արվեստի հետ առնչվելու պահանջ են ունենալու եւ համոզված եմ, որ գալու է այդ ժամանակը եւ կենդանի երաժշտությունը իսկապես վերարժևորվելու է եւ ավելի շատ ընդունվելու։ Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի դուդուկահար Վաչե Փաշինյանը ներկայացնում է անսամբլի գործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ֆոնդային ձայնագրությունների ստեղծումը։ Խմբի առաքելությունը հայկական ժողովրդական, աշուղական և կոմպոզիտորական ստեղծագործությունների գործիքավորումների բարձրորակ ձայնագրումն է, որպես ոսկե ֆոնդ։ Մեր խմբի գործունեությունը հանրային ռադիոյում կայանում է նրանում, որ ինքը ֆոնդային ձայնագրություններ է կատարում մեր կոմպոզիտորների ժողովրդական ստեղծագործությունների գործիքավորումները, երգեր աշուղական տարբեր, մենք ձայնագրում ենք որպես ոսկե ֆոնդ եւ դա մենք փոխանցում ենք սերունդներին որպես մաքրամաքուր եւ ճիշտ, ստուգված, այսպես ասած, իրենց հեղինակների կողմից, իրենց գործիքավորողների կողմից կատարված աշխատանք։ Փաշինյանի ձևակերպմամբ այս աշխատանքը ոչ միայն ստեղծագործական գործընթաց է, այլև մշակութային պատասխանատվություն։ Արամ Մերանգուլյանի անվան անսամբլը ևս շուտով կնշի հիմնադրման 100-ամյակը։ Տասնամյակների ընթացքում այստեղ ստեղծագործել են Հայաստանի լավագույն երաժիշտներն ու արվեստագետները, որոնց թվում դուդուկահար Վաչե Հովսեփյանը, երգչուհի Օֆելիա Համբարձումյանը, այլք։ Այսօր անսամբլի գեղարվեստական ղեկավարը Ռուբեն Մաթևոսյանն է։ Հանրային ռադիոն շարունակում է բացահայտել նոր անուններ, պահպանել ազգային երաժշտական ժառանգությունը և միաժամանակ ներկայացնել ժամանակակից միտումները, հավատարիմ մնալով իր կրթական ու մշակութային առաքելությանը։ Մեկ դար անց էլ այն շարունակում է մնալ ոչ միայն լրատվամիջոց, այլ ազգային արժեք։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։